Ձեր կարծիքով Ռուբեն Վարդանյանի եւ մնացած պատաններին Բաքվի բանտից դուրս անելու համար իշխանությունը քայլեր ձեռնարկում է։ Ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Չեք նկատել։ Չէ։ Իսկ ապագայում ինչ որ քայլ կանի ձեր հարցը։ Եթե իրաց կողմից ոչ մի քայլ չեն ձեռնարկելու։ Ներողություն չեմ կարող պատասխանել։ Քաղաքականության հետ կապ չունեմ։ Շնորհակալ եմ շատ։ Չեմ զբաղվում քարապես։ Իմ կարծիքով չէ։ Չէ, ինձ թվում է չէ։ Իսկ կանեն թե ոչ։ Ապագայում։ Չգիտեմ, գոնե Ռուբեն Վարդանյանի համար անեն գոնե։ Էդ էլ չեն ուզում, չէ, երևի անեն, ես չգիտեմ, ճիշտ ասած, բայց շատ ափսոսում եմ իր համար։ Իշխանությունը ամեն ինչ էլ ձեռնարկում է, պետք է ուղղակի դա անցնել ու հասկանալ ու գնահատել։ Ջան, ես ընդհանրապես այդպես բաներով չեմ զբաղվում, ես չգիտեմ ինչ պատասխան տամ ձեզ։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որտեղ ես այդ հարցի համար ահավոր հուզված եմ, շատ։ Ռուբեն Վարդանյանն ո՞վ։ Արցախի պետնախարարը նախկին։ Իմացող մարդու հարցն է, ես լավ եմ։ Շումանա Մազուր քաղեմ իրանց գլուխն էլ մնացածն։ Ուղղակի բարձրաձայնել չեն կարող։ Կա հարցեր, որ ոչ մեկը չի կարող բարձրաձայնել։ Դուք էլ ունեք, չէ՞, աղբնիկներ, որը ոչ մեկին չեք ասի, որ փրկվի։ Եվ մեկ սուտը դրախտից է։ Քայլեր ձեռնարկում է։ Ես չեմ գիտեմ։ Այո, Ինչ քայլեր եք տեսնում։ իրանց հարցրեք։ Գիտեք, ես այսպես ասեմ, ինձ համար ցանկացած հայի, որը որ դրսում հատկապես թշնամու երկրում է, դա իմ կարծիքն եմ ասում, պետք է օպերատիվ շատ կազմակերպվի, բայց քանի որ ես պետական աշխատող չեմ, իշխանության մեջ չեմ աշխատել, միգուցե նաև բարդ է այդ process-ը, չեմ կարող ասել։ Իհարկե, պետք է օպերատիվ աշխատել, մեր բոլոր հայրենակիցները մեր Հայաստանի Հանրապետությունում լինեն։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Չեմ կարող ասեմ, կարծեմ այո։ Նկատել եք։ Չեմ կարող ասեմ։ Ճիշտ ասած չգիտեմ, անկեղծ ասած։ Չեք նկատել։ Չէ, ես չեմ անում, չգիտեմ ճիշտ ասած, գորիկս։